ընտրություններից հետո միշտ ձեր ժամանակ լինում էին հանրահավաքներ։ Եվ ես հիշում եմ, ինչպես էր ոստիկանությունը ծեծում մարդկանց եւ ցրում հանրահավաքները, ծեծում էին լրագրողների, մտնում էին քաղաքական ուժերի գրասենյակներ, այնտեղ էին ծեծում, ջարդում, փշրում 2004 թվականի ապրիլի 12-ին օրինակ։ Իսկ ընտրությունները երբ են եղել։ Երբ են եղել։ 2003 թվականին։ Այո։ Չէ, ասում եք ընտրություններից հետո։ Պրոցեսը նույն պրոցեսի շարունակությունն էր։ Երկրորդ հիշում եք Սահմանադրական դատարանի որոշումը, այդ պրոցեսի շարունակությունն էր։ 2004 թիվ։ Ցույցը, որը եղավ մոտ 1 տարի։ Բաղրամյան պողոտայում։ Բաղրամյան պողոտայում։ Լավ, Պետրոս, ուղղակի կարող եք ասել, քանի մարդ կալանավորվեց անդիմադիր գործիչներից, քանի մարդ դատվեց, քանի դատական պրոցես կար այդ ցույցը ցրելուց հետո։ Անուններ բերեք։ Ես չասեցի, որ դատվում էին մարդիկ, ես ասեցի ծեծում, ջարդում էին, բայց ինչի դատեք, եթե ծեծեց, ցրել եք, մարդիկ փախել են։ 0 Հիմա քանի անդիմադիր գործիչ այսօր կալանքների տակ են, քրեական գործերի տակ են։ Միայն մեր ցուցակում 4-5 հոգի։ Անհիմն, անհասկանալի մեղադրանքներով։ Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը, ապա այսօր ոստիկանությունը շատ ավելի է ուժ կիրառում անդիմադիրների նկատմամբ, քան այն ժամանակ։ Պարոն Քոչարյան, դուք տեսել եք այդ կադրերը։ Իսկ դուք տեսել եք կադրերը։ Ես տեսել եմ։ Վերջերս ազգային ժողովի մոտ։ Տեսել եմ, բայց ես չեմ տեսել, որ հարձակվեն ցուցարների վրա գիշերով։ Ես չեմ տեսել, որ օրինակ վազեն անդիմադիրների գրասենյակները ջարդեն, փշրեն։ Եվ մարդկանց տանում էին քաղմասեր, այնտեղ էին ծեծում։ Լևոն Քոչարյանը ոնց են որեն հարձակվել ոստիկաններով եւ մեքենայով 2 հոգի ձեռը բռնած։ Ես հիշում եմ, դա ճիշտ չէր, բայց համեմատելի չեն։ Ոչ ոք ձեր ընդդիմությունը դուք Երևանի կենտրոնը փակեցիք շաբաթներ շարունակ, չէ՞։ Հանրահավաքներ եք անում։ Ոչ։ Ոնց ոչ, Պետրոս, լավ չեք հիշում։ Իշխան Սաղաթյանը դա եղել է, հա, դու հանրահավաքն է։ Այո, դուք Երևանի կենտրոնը շաբաթներ շարունակ փակել եք, միտինգներ էիք անում, երթեր էիք անում, կոչ էիք անում գործադուլների, ոչ ոք չհարձակվեց ձեզ վրա եւ չծեծեց, եւ չցրեց։ Մարտի 1-ից ենք, չէ՞ խոսում, միշտ վերջից ենք խոսում, պարոն Քոչարյան։ Սկիզբը ոնց սկսեց։ Ցուցարները իրենց համար քնած էին գիշերը, զորքը հարձակվեց իրենց վրա ոստիկանություն, ծեծեցին, ջարդեցին եւ քշեցին իրեն։ Ապրիլի 12-ին էլի ծեծեցին, ջարդեցին, իսկ ձեր ցուցարները հանգիստ ցույցեր էին անում, երթեր էին անում, փողոցներ էին փակում, ինչու։ Պետրոս, ես զարմանում եմ այդ ոնց որ միայն մի կողմի sense հայացքով եք նայում։ Օրեկան Ֆրանսիայի հրապարակի նաև ժամանակ 400-500 մարդ բերման էին ենթարկվում խաղաղ ակցիաների համար։ Այնտեղ ընդհանուր 5000 մարդ էր, այսինքն 400-500 մարդ բերման էին ենթարկվում ամեն անգամ, երբ փորձում էին ակցիաներով փողոց փակել։ Հենց այո, Ֆրանսիայի հրապարակում նստած բան չէին անում։ Հենց փորձում էին մինտեղ փողոց փակել, բերման էին ենթարկվում, քրեական գործեր էին հարուցում։ Ուղղակի վերջապես մեր ժողովուրդը երևի մեզ նայում է եւ պետք է փորձել գոնե մի քիչ օբյեկտիվ լինել։ Լավ, ես ձեր ժամանակից եմ հարցնում։ Դուք ասում եք իշխանությունը ավելի մի քանի տասնյակ քրեական գործերի տակ մարդիկ ունենք հենց այդ փողոցային պայքարի ժամանակ։ Եվ այն ժամանակ Ֆրանսիայի հրապարակի այդ process-ների ժամանակ մեկ մեքենայի պատուհան չի ջարդվել։ Մեկ մեքենայի պատուհան։ Մեկ ոստիկանի հետ ոչինչ չի պատահել։ Դուք հետևյալ աչքով պետք է նայեք։ Իսկ հրապարակում գտնվող մարդիկ սադրել են ոստիկաններին, թե ոչ։ Իսկ քնած ցուցարները ձեզ սադրում էին։ Խաղաղ ցուցարների ժամանակ սադրում էին։ Նայեք, դա եղել է 2008 թիվ։ 8 թիվ, 4 թիվ, 4 թիվ։ 4 թիվը փողոց փակել են, փողոցը փակել են։ Հա։ Եվ նույնպես ոնց որ հիմա ոստիկանությունը փորձում է այդ փողոցը բացել, այն ժամանակ նույնպես ոստիկանությունը փորձել է փողոցը բացել։ Նույնպես նույնն է եւ չրցաններ եւ դրանից եւ այլն կիրառվեցին այդ ժամանակով, հիմա կիրառել են մարդու ձեռը փոկվել։ Հələ այդ մարդն էլ մեղավոր է դառել։ Պետրոս, այս թեման
օբյեկտիվ աչքով նայելով ակնհայտ է որ կիրառվում է հիմա վարչական ռեսուրսը շատ ավելի այսպես միգուցե որոշ չափով խորամանկ ձևով, բայց նաև քարոզչական, այսպես ասենք, սապրավաժդենիայով։ Ասեմ 300-400 մի օր ա եղել 750 մարդ բերման է ենթարկվել, Երևան քաղաքում ոստիկանության բաժանմունքներում տեղ չկար, արդեն շրջաններ էին տանում, Մասիսի շրջան եւ այլն։ Այդպես չի։ Երևի այս տաղավարից չի երևում դա։ Պարոն Քոչարյան, բայց դուք ազատ շաբաթներ շարունակ ձեր քաղաքական իրավունքները կիրառում եք։ Հիմա կարող է մի հատ ոստիկան եկել է մի հատ ցուցարի բռնել է, ոստիկանն էլ կարող ասի չի ենթարկվել պաշտոնական մեր հրամանին, բայց Այն ժամանակ նույն ձևի ծեծել չի ենթարկվել քնած մարդկանց ենթարկվելը ո՞րն է, գիշերով եկել Լևոն Քոչարյանը ծեծեցին։ ուղիղ ցնցում է ստացել իրեն ծեծելուց մեքենան դա խոշտանգում էր։ Հիմա Լևոն Քոչարյանը ինքն էր քրեական գործով անցնում որպես ինքը ոստիկանների Ես ինքս ես եթերում ասել եմ որ դա սխալ է։ Բայց հետո բանափոխվել ինչ կապ ունի դա ուղղակի կապ ունի։ ընդդիմադիրներին ծեծելու, ցրելու, գրասենյակները ջարդելու հետ ինչ կապ Դուք ունի։ չեք տեսել падգամավոր մեր ֆրակցիայի падգամավոր Սիմոնյանին։ Ես տեսել եմ Սա ոստիկանով ոնց են ծեծում։ Ինքը հայհոյում է ոստիկաններին Եվ մարտի 1-ին ոստիկաններին չէին հայհոյում, կամ դուք չեք տեսել կադրերը։ Ես ասեցի կադրերը ճիշտ եք ասում։ Ես սկիզբը նկատի ունեմ, երբ որ խաղաղ քնած էին այդ մարդիկ օպերայի հրապարակում։ Ինչու զորք եկավ եւ նրանց ծեծեց։ Որ իրավունքով, ինչու։ Դուք խեղաթյուրում եք Բայց այդպես չի եղել։ Ոչ։ Զորքը չի արձակվել քնած մարդկանց Ոչ։ վրա։ Բացարձակապես սուտ է։ Բա ո՞նց է եղել։ Համբերություն ունեք լսելու։ Խնդրեմ։ Այդ օրը իմիջիալուց քրեական գործում այդ ամենը կա։ Այդ գիշերը առավոտյան պետք է խուզարկվեր այդ տարածքը։ Ինչու։ Ինչու։ Որովհետև անվտանգության ծառայության կողմից եղել է ուղղակի ակնհայտ եղել է ասենց տվյալներ, որ նռնակներ, պայթուցիկ նյութեր կան այդ տարածքում վրաների տակ։ Եվ գտել են։ Այո։ Եղել են եւ հայտարարել են, որ ուժ կիրառելու նպատակ չկա։ Եվ խնդիրը հենց խուզարկելն էր այդ տարածքը։ Օպերայի տարածքը։ Ցուցարարները արդեն պատրաստ սպասում էին, քնած մարդ այնտեղ չկար։ Իրենք ինֆորմացիան ստացել են, որ այդպիսի խուզարկում լինելու է, եւ այդ գործով մի փոխգնդապետ դատվել է, գախնի այսպես տեղեկությունը հրապարակելու համար, հայտնելու համար, եւ իրենք ուղղակի սկսել են քարերով բանուն նետել ոստիկանների վրա։ Քնած տեղը։ Քնած չէին, Պետրոս, մի խեղաթյուրեք, վրաններում մի խեղաթյուրեք իրավիճակը։ Հենց այդ կադրերը կա ամբողջ նկարահանված։ Այսինքն քնած չէին, կարելի իրանց ծեծել եւ քշել։ Ոչ, իրենք են դիմադրություն ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, ոստիկանությունը ուժ է կիրառել ճիշտ այնպես, ինչպես այսօր ոստիկանները ուժ են կիրառում։ Շատ դեպքում չարթարացված։ Շատ լավ, պարոն Քոչարյան, Առաջ չեք ուզում շարժվել։ Այդ եմ ասում, որովհետեւ այս թեման ամփոփենք, մարտի 1-ի հարցով դատարան, իրավունք, կարծիքներ եւ այլն, սա պարզ է։ Կարելի է անդադ բանավիճել, հա, իշխանությունը ձեզ, դուք իշխանությանը, բայց որպես նախագահ, քաղաքական առումով, մարդկային առումով այդ զոհերի համար դուք ձեզ պատասխանատու համարում եք, թե չէ։ Նայեք, յուրաքանչյուր առաջի դեմք երկի որոշ չափով պատասխանության այդ զգացողությունը ունի, նաև ես ունեմ։ Բայց խնդիրը ինչի մեջ է։ Առաջի զոհված ով էր։ Ոստիկանը։ Ոստիկանության կապիտանը։ Առաջի զոհվածը ինքն էր։ Որևէ մեկ քաղաքական դեմք, անդիմադիր հայտնի դեմք, հայտնի, ոչ հայտնի, որևէ վնասված ստացել է, թե որ չի ստացել։ Զոհվել են ուղղակի պարզ ժողովուրդ, պարզ մարդիկ, որոնք մասնակցել են այդ անկարգություններին։ Մեկ գործիչ հայտնի վնասված չի ստացել։ Այդ ձեր սխալը դրա մեջ կա։ Սա գիտեք ինչից է, սա ինչից է գալիս։ Սա գալիս է հետևյալից։
որ նպատակաուղղված այդ գործիչների նկատմամբ գործողություն չի եղել։ Հիմա ինչ վերաբերում է 10 զոհի, առաջի պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է հրահրել այդ ամենը։ Դուք ձեզ մեղավոր համարում եք։ Նիկոլ Փաշինյանը իրեն մեղավոր համարում է։ Այդ հարցը Նիկոլ Փաշինյանը փառավորվում է իր սիրտը, փառավորվում է, որ ոստիկանների հետ բախումներ են գնում, որ ձեռներից խլում է, քարեր բերեք, էս բերեք, են դուք սխալ արել եք։ Այդ օրը, Այո։ նայեք, իմ գործողությունները միակ պաշտոնյա, որը կարող էր մտցնել արտակարգ դրություն, նախագահն է։ Միայն պաշտոնյան։ Հիմա երբ հարկիզված են մի քանի տասնյակ մեքենաներ եւ երբ կան արդեն մի քանի տասնյակ վիրավորներ ոստիկանությունից, պարտավոր է ես դա անել, թե պարտավոր չէ։ Թե իսկ կարայի ոչ մի բան չմտցնեի, ոչ մի բան չանեի։ Իմ հարցը ուրիշ է։ Մեղավորը դուք սխալ արել եք, թե չէ։ Նայեք, կոնկրետ քայլեր, որոշումներ ես չեմ տեսնում, թե ես որ որոշումն եմ սխալ արել այս process-ի մեջ, բայց որպես առաջի դեմք, իհարկե ես իմ մեղավորությունը զգում եմ, որ սա չպիտի լիներ։ Մի հարցը, որ դու ընդհանուր process-ի համար զգում ես պատասխանատվություն, կիսում ես այդ պատասխանատվությունը, մեկ ուրիշ հարց է, որ դու քո կոնկրետ քայլը բերել է ինչ որ հետևանքների։ Այդ կոնկրետ քայլը Հասկացա։ հա, հասկացաք, չկա եւ ոչ մի բանում չկա այդ կոնկրետ քայլը։ Հիմա իմ մոտ հարցը Այսինքն ոչ հետևյալն մի է։ սխալ քայլ չեք արել։ Սխալ քայլ, որը բերել է դրան, ես ընտրություններին չեմ մասնակցել։ Խոսքի մասին չէր ընդհանրապես։ Լավ, գնանք առաջ, պարոն Քոչարյան։ Հիմա տեսեք, Հետարքիրա Նիկոլ Փաշինյանը իր մեղավորությունը զգում է, թե չի զգում։ ես կհարցնեմ, երբ որ ինքը հյուր Կհարցնենք։ կոռուպցիան։ Տեսեք, ձեր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից միլիոնավոր դոլարների գույք են ուզում։ Աղվան Վարդանյանից մի քանի 100,000 դոլարի, Լևոն Մկրտչյանից, որը ձեր ժամանակ կրթության նախարար էր, մի քանի միլիոն դոլարի, Երևան Զախարյանից, որը ձեր ժամանակ էր աշխատում 4 միլիոն դոլարի, Արմեն Ավետիսյանը ձեր ժամանակ էլի բարձր պաշտոն էր ստանձնում, էլի Golden Palace-ը մի քանի միլիոն դոլար տվեց հանձնասպետությանը։ Դուք ընդունում եք, որ ձեր ժամանակ եղել է ուժեղ կոռուպցիա, պարոն Քոչարյան։ Այսօր չկա կոռուպցիա։ Չէ, այսօր տես կոռուպցիա չկա։ Փու։ Լուրջ։ Լուրջ։ Դուք հավատում եք դրան։ Այո, Այդքան միամիտ եք։ այո։ Նայեք, այդ օրենքը, որով պահանջում են, ես ընդունում եմ, որ կոռուպցիա կա։ Տեսեք, ես չեմ ասում այդ օրենքը ճիշտ է թե սխալ։ Այդտեղ կարանք դուք կարաք չհամաձայնեք գալ։ Ես ուզում ասեմ, որտեղից ձեր ժամանակվա փոքր աշխատավարձով աշխատող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների ունեցված, պարոն Քոչարյան։ Նայեք, ամեն մեկը պիտի պատասխանի իր դատական վարույթի ժամանակ։ Բայց փողերը կան, չէ՞։ Որտեղից։ Հիմա նայեք, դուք ուզում եք այդ Նրանք գործարներ չեն եղել։ Դուք ուզում եք այդ հարցի արմատին նայել, թե չեք ուզում։ Նայենք։ Նայենք։ Այդ օրենքը, որով այսօր փորձում են քաղաքացի ճանապարհով կալանքներ քաղաքացի շրջանակներում է այս բոլոր հարցերը, այս բոլոր վարույթները տարում։ Հիմա հարցը հետևյալն է։ Ես բարձ օրինակ բերեմ, միգուցե ավելի քիչ հասկանալու համար։ Օրինակ Սեդրակ Քոչարյանը երկու ընկերությունում 30,000 դրամի չափ կանոնադրական կապիտալով։ Ասում են դու այդ 30,000 դրամը չես ունեցել։ Հասկանում եք 30,000 դրամը։ Եվ դրանից հետո այն ամենը, ինչ այդ ընկերության եկամուտներով ձևավորվել է, ասում են դա ամբողջը ապօրինի է։ Այդ թվերը, որոնք հնչեցնում են, առնվազն բաժանեք 10-ի։ Առնվազն բաժանեք 10-ի։ Կոնկրետես բերեմ ին վարույթի։ Հիմա կներեք, ձեզ կանոնադրնանք, հիմա խոսքը Սեդրակ Քոչարյանի մասին չի, ձեր ժամանակվա չինովնիկների մասին։ Նույն մոտեցումը կիրառվում է երես Արմեն նկատմամբ։ Ավետիսյանը, որ Golden Palace-ը միլիոնավոր դոլարներ արժի, որտեղից դա նրան։ Ձեր ժամանակվա չինովնիկ ա եղել։ Առաջինը Golden Palace-ը ինքը չի կառուցել իմ ժամանակ։ Հա, բայց փողը ամնեցը որ կառուցել է, չէ։ Այն ինչ կատարվել է իմ ժամանակից դուրս,
իմ հետ մի կապ եք։ Այդ միլիոնատերերը Արմեն Գևորգյանը այդ հսկայական կարողությունը որտեղից նորը։ Եղել է ձեր ժամանակ, եղել է չինովնիկ։ Մի րոպե։ Դուք վարույթներին ծանոթ եք, թե ծանոթ չեք։ Ես ասում եմ, վարույթները դուք կարաք վիճեք եւ ասում եք փողը իրանց որտեղից ցածր աշխատավարձ ստացող չինովնիկները։ Մենք իրար չենք լսում։ Տեսեք, ես հարցը բարձ ձևակերպեմ։ Որտեղից նրանց այդ գումարները, միլիոնավոր դոլարներ։ Ինձանից եք հարցնում։ Բայց ձեր չինովնիկներն են եղել հարցնում։ Ձեր աշխատակազմի ղեկավարն է, ձեր ժամանակվա հարկայինի, մաքսայինի պետերն են։ Հիմա կարող եք լսել։ Արմեն Գևորգյանը եղել է իմ աշխատակազմի ղեկավարը մինչև 2008 թիվը։ 2008 թվականից մինչև 18 թվականը Արմեն Գևորգյանը եղել է նաև փոխվարչապետ, աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Բիզնես չի ունեցել։ Հիմա մի րոպե։ Պայմանավորվել ենք, չէ՞, իրար լսել։ Խնդրում։ Այդ վարույթին եթե դուք ծանոթ չեք, դուք որտեղից գիտեք, թե Արմեն Գևորգյանի այդ գումարները ձևավորվել են մինչև 2008 թիվը, թե 2008-ից մինչև 18 թիվը։ Խիեք դուք խեղաթյուրում պատկերը։ Պարոն Քոչարյան, դե լավ, այսինքն ուզում եք ասեք ինքը աղքատ եկել է մինչև 2000։ Ես ոչինչ չեմ ուզում ասել։ Հետո հարստացել է։ Ես ոչինչ չեմ ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ եթե դուք կոնկրետ մարդու անուն եք տալիս, դուք առնվազն պետք է գործին այն չափով ծանոթ լինեք, որ տեսնեք Արմեն Գևորգյանի այդ մեղադրանքների մեջ այդ գումարները երբ որ իր հետ են կապում, առաջին ես համոզված եմ, որ բաժանեք 10-ի, երկրորդը որտեղից եւ երբ են ձևավորվել։ Արմեն Ավետիսյանը իր Golden Palace կառուցել է, երբ է կառուցել։ Այս փողը ունեցել որ կառուցել է, չէ՞։ Մարդը բիզնեսով չի զբաղվում, այդ ֆոկուս չի, որ բիզնեսով չեն զբաղվում, բայց միլիոնատեր։ Ես Արմեն Ավետիսյանին պաշտպանելու կարիք չունեմ, բայց ես գիտեմ, որ Արմեն Ավետիսյանի հայրը եղել է ամենից մեծ շինարարական տրեստի ղեկավար սովետական միության այդ վերջի տարիներին։ Դա ձեզ ինչ որ բանի մասին։ Լավ, Երևան ուշում է թե չի ուշում։ Երևան Զախարյանը։ Նա էլ հո հետո չի աշխատել։ Ո՞նց չի աշխատել։ Պետական պաշտոնի։ Այո։ Երևան Ղազարյանը եկել է պետական պաշտոնի բիզնեսից։ Գիտության նախարարը։ Մի րոպե։ Երևան Զախարյանը եկել է պաշտոնի բիզնեսից։ Հետո ես կառաջարկեմ այդ հարցերը տվեք իրենց։ Չէ, բայց դուք այն ժամանակ խիստ նախագահ եք, չէ՞, դուք չեք իմացել ձեր տակի աշխատողները այդ ես մարդկանց տեղաշոր չէի մտնում։ Ի տարբերություն հիմա։ Գումարները վերահսկելը դա տեղաշոր մտնել չի։ Դա ձեր ուղակի պարտականությունն է։ Պետրոս, ես հասկանում եմ, որ դուք բոլորի ունեցվածքը փորձում եք կապել։ Բոլորի ձեր ժամանակվա չինովնիկներն եղել, պարոն Քոչարյան, ում եք կապեմ։ Պետրոս, լսում եք դու թե չեք լսում։ Խնդրեմ։ Երևան Զաքարյանը եկել է պետական պաշտոնի բիզնեսից։ Ինչքան է փող աշխատել մինչ այդ, ես չգիտեմ։ Դուք այդ ամեն ինչ ասում եք, կարող եք այս գիծը քաշել, հայտարարագրել տալու պահից, եւ պետք է ուղղակի միջև ասելը գոնե ծանոթանալ այդ վարույթների։ Ծանոթանալ։ Այդ գումարը իր, այսպես ասենք, հնարավորությունները ձևավորվել են իմ նախագահության տարիների ժամանակ, մինչ այդ, թե դրանից հետո։ Եվ մի փորձեք այդ ամբողջ կապել իմ հետ։ Լավ։ Հիմա ձեզ որտեղից դուք եկաք նախագահ, դուք միլիոնատեր չէիք, պարոն Քոչարյան, երբ որ ավարտեցիք եւ դուք արդեն միլիոնատեր եք, ձեր տղան միլիոնատեր է։ Ձեզ որտեղից այդ գումարները։ Ես ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել եմ միլիոնավոր դոլարներ։ Իսկ դրանից առաջ, երբ որ դուք նախագահ եք։ Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Եվ դարձել է միլիոնատեր։ Իսկ ձեր սիրած Նարեկ Նալբանդյանը այսօրվա իշխանության սրտի օլիգարխ։ Ինքը, եթե չեմ սխալվում, իր հարցազրույցում ասել է, որ բիզնեսով սկսել է զբաղվել 13 թվականից։ Եվ այսօր միլիոնատեր է։ Այդ ոնց է ստացվում, որ մեկը կարող է հասնել հաջողության, մյուսը չի կարող հասնել հաջողության։ Ասեմ, տարբերությունը որն է։ Նա նախագահ չի եղել։ Եվ նրա որդին միլիոնատեր չի դարձել։ Դա մեծ տարբերություն է, որովհետև
Պարոն Քոչարյան, երբ որ երկիրը Նախագահի աղքատ է, որդին չի կարող տաղանդավոր բիզնեսմեն լինել։ իհարկե կարող է, բայց ձեր մեջ թեթև կասկածներ չկան, որ դուք չլինեիք նախագահն, նա միլիոնատեր չէր լինի։ Շատ պարզ բան ասեմ, այդ վարույթը այսօր դատարանում է։ Մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Ամեն մի ցենտի համար։ Այնց հետաքրքիր է նախնական կապիտալը, որովհետեւ միլիոն աշխատելը հեշտ չի, պարոն Քոչարյան, համաձայն եք։ Ոնց է ձեր 20-21 տարեկան տղան միլիոնատեր դարձել։ Այդ Դուք չեք լսում։ հաջողության պատմությունը։ Մեր ամբողջ այդ վարույթը իմիջիալից Ես հավատում եմ ձեզ։ Հավատում եք։ Այո, բայց մենք ասենք ամբողջը մենք հիմնավորված փաստաթղթերով ներկայացնելու ենք։ Ամբողջը միջև վերջի ցենտը։ շատ դուք դա նորմալ եք, բայց համարում։ Ինչա։ Երբ որ նախագահի տղան աղքատ երկրում դառնում է միլիոնատեր, դա նորմալ է։ Եվ հարցի բարոյական կողմն էլ կա, չէ։ Երբ որ թոշակները 3-4 հազար։ Եթե մարդ բարիք է ստեղծում, աշխատատեղեր է ստեղծում, եթե մարդ տվյալ երկրի զարգացման համար պոտենցիալ է ստեղծում, դա նորմալ չի։ Ես դուք համայնավար բան չես։ Ես բացարձակ համայնավար չեմ, բայց լավ։ Բայց ձեր ասածը համայնավարություն է։ Դա համայնավարություն է։ Էն ինչ որ ասում եք։ Իսկ գուցե դա կոռուպցիա է։ Գուցե դա իշխանական դիրքի չարաշահում։ Կոռուպցիա կա թե չկա կոնկրետ մեր պարագայում պետք է որոշի դատարանը։ Ճիշտ է։ Ընդունում եք, որ դուք չի պետք է այդ գնահատականը տալ։ Հիմա մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100%-անոց հիմնավոր փաստաթղթեր։ Եվ այն ուռճացած թվերը 200 միլիոն եւ բացարձակապես սուտ է։ Ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամի մասին է, բաժանը 4 ընտանիքի։ Ամբողջ։ Ուրեմն եթե դու, ասենց ասեմ, եթե դու հիմնավորում ես սա, այն ամբողջը դառնում է հիմնավորված, որովհետեւ մոտեցումը այդ օրենքը ինքը շատ կասկածելի օրենք է, որը նաեւ համահունչ չի եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։ Դրա համար ես ձեզ օրենքից չի հարցնում, ես այդ կապիտալից թվերից էի հարցնում։ Գնանք առաջ։ Այդ թվերը ուռճացրած քարոզչական թվեր են։ Քարոզչական թվեր են։ Այո, քարոզչական թվեր են։ Շատ լավ, գնանք առաջ։